Ողջույն բոլորին, Ռադար Արմենիայի եթերում Ռադար զրույց հաղորդաշարն է։ Վերջին օրերին Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մեր տաղավարենք հյուրընկալ է Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին։ Պարոն Խզմալյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Նախ ինչպես կմեկնաբանեք Իրանի դեմ Իսրայելի վերջին հարձակումները, որոնց մասնակցում է նաև ԱՄՆ-ն։ Ինչու որոշեցին հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Մենք ապրում ենք մի դարաշրջան, երբ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մոտ 8 տասնամյակի ընթացքում ձևավորված հավասարակշռությունը խախտված է։ Դա խախտվեց Սովետական Միության փլուզումից եւ շարունակվում է առ այսօր, որովհետեւ խաղից դուրս է գալիս խոշորագույն խաղացողներից, մասնակիցներից մեկը Ռուսաստանը։ Ռուսաստանը կորցնում է իր գերտերության կարգավիճակը եւ այն փոփոխությունները, որոնք իրականացվում են տասնամյակների, վերջին գոնե տասնամյակի եւ վերջին տարիների ընթացքում, նաեւ պատճառ են այդ գործընթացի, որովհետեւ ասենք 63 տարի առաջ Կուբայի այսպես կոչված Կարիբյան ճգնաժամը չբերեց համաշխարհային պատերազմի այն պատճառով, որ երկու բևեռները աշխարհի, Միացյալ Նահանգները, Արևմուտքը եւ Սովետական Միությունը, սոցիալիստական ճամբարները ունեին միմյանց ոչնչացնելու հնարավորություն։ Հիմա կողմերից մեկը կորցրել է այդ հավասարակշռող ուժը, ուստի առաջացել է գայթակղություն եւ Միացյալ Նահանգները, Վենեսուելայում, իսկ հիմա նաեւ Իրանում տրվում են այդ գայթակղությանը հարցերը լուծել ուժային մեթոդներով եւ սկսվում է մի աննախադեպ իրավիճակ, երբ պարզվում է, որ հնարավոր է գործող նախագահին, ինչպես Վենեսուելայում կամ այաթոլլահին, հոգևոր առաջնորդին առևանգել մի դեպքում, սպանել մյուս դեպքում եւ դա դառնում է նոր քաղաքական իրավիճակի գրեթե նոր նորմա։ Դրա հետ դժվար է հաշտվել, բայց կանխատեսել դա անհրաժեշտ էր։ Եվրոպական կուսակցությունը, որը ներկայացնում եմ ես, մենք հենց այդ պատճառով էլ ստեղծեցինք կուսակցությունը, Եվրոպական կուսակցությունը, որովհետև դեռևս 10 տարի առաջ մեզ համար գոնե ակնհայտ էր, որ Հայաստանի քաղաքական եւ գոյաբանական շարունակությունը հնարավոր է միայն նոր դաշինքում։ Մեր իշխանությունների տասնամյակների 35 տարի շարունակ գլխավոր սխալը, իսկ այսօր հատկապես մարտի 2-ն է եւ 34 տարի առաջ է, ինչ Հայաստանի դրոշը բարձրացվեց հենց այսօրը, փետրվարի 2-ին ՄԱԿ-ի շենքի մոտ, այսինքն Հայաստանը այսօր 34-րդ տարին է, ինչ համարվում է անկախ պետություն։ Որքանով ենք մենք անկախ։ Պարզ էր, որ ապավինել Ռուսաստանին, թուլացող Ռուսաստանին, հայատյաց Ռուսաստանին, հատկապես վերջի տարիներին դա ակնհայտ էր մեզ համար, մեծագույն սխալ էր, բայց այդ սխալը բերեց Հայաստանի մեկուսացմանը։ Իրանը դա եւս մի օրինակ է, երբ երկիրը հայտնվեց միայնակ։ Իրանի բոլոր դաշնակիցները տեսականորեն Ռուսաստանը լինի դա Չինաստանը, Հնդկաստանը հիմա Իրանի կողքին չեն։ Եվ ահա ինչու Իսրայելը եւ Միացյալ Նահանգները միասին լուծում են իրենց գոյաբանական Իսրայելի դեպքում եւ աշխարհակաղակական Միացյալ Նահանգների դեպքում իրենց խնդիրները լուծում են այս միջոցներով, ուժի միջոցով, որովհետեւ ինչպես հայտարարվել էր, Թրամփը փաստորեն բարձրաձայնել էր դա, աշխարհը փոխվել է եւ օրենքի ուժը զիջում է ուժի օրենքին։ Դա ժամանակավոր է, բայց այն երկրները, որոնք ինչպես օրինակ Ադրբեջանը կարողացավ հասկանալ դա շուտ եւ օգտագործել դա իրենք փաստորեն հիմա գերակայում են ինչպես օրինակ մեր տարածաշրջանում։ Ահա ինչու Իրանի դեպքերը կանխատեսելի էին։ Ամեն ինչ գնում էր դրան, պարզապես թայմինգը, այսպես կոչված ժամանակա հատվածը, որը ընտրվեց, դա հենց Թրամփի օրոք էր։ Ուշադրություն դարձրեք, որ եւ
Հայաստանի վրա հարձակումը Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից կազմակերպվեց, Թուրքիայի նույնպես կազմակերպվեց Թրամփի օրոք, որովհետեւ Թրամփը փաստորեն այն առաջին Միացյալ Նահանգների առաջին նախագահն էր վերջի դարի ընթացքում, ով բաց ուժի օրենքը դարձրեց գերակա օրենքի ուժի նկատմամբ եւ փաստորեն մենք տեսնում ենք ինչին է բերում դա եւ ինչ վտանգի կարող է բերել դա նաեւ մեր երկիրը, որովհետեւ ամեն ինչ կատարվում է մեր անմիջական հարևանությամբ։ Դեռ նախորդ շաբաթ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ էին ընթանում, անգամ հայտարարեցին բանակցությունների հաջորդ փուլի մասին, սակայն շաբաթ օրը տեսանք ռազմական ակտիվ գործողություններ, դիվանագիտությունը սպառել էր իրեն, թե ինչ տեղի ունեցավ, որ հանգեցրեց ռազմական գործողությունների։ Դիվանագիտությունը դա քաղաքականության տեսակներից մեկն է, ինչպես նաև պատերազմը, վաղուց է ասված Կլաուզևիցն էր ասել, որ պատերազմները քաղաքականություն, ուղղակի երբ որ ավարտվում է դիվանագիտությունը, տվյալ դեպքում հասկանալի է, որ բանակցությունները փաստորեն քողարկում էին այս ընթացքը եւ երբ որ նավատորմը մեկը մյուսի հետևից 5-րդ նավատորմը, 6-րդ նավատորմը Միացյալ Նահանգների, այսինքն աննախադեպ վերջի 30 տարվա մեջ աննախադեպ Իրաքյան պատերազմից հետո կարծեմ նման դեպք չկար, երբ այդպիսի ուժեր օդուժ եւ ծովային ուժեր կուտակվում են, հասկանալի է, որ այստեղ զենքը, ինչպես Չեխովի հայտնի պիեսում ասված է, պատից կախված հրացանը կրակելու է, իսկ այստեղ հրացան չէ, այստեղ մի քանի տասնյակ գերարդիական եւ գերհզոր նավեր էին հրթիռներով եւ ուշտեշուտ դա պետք է լիներ։ Դա էր ակնհայտ, Իսրայելը լուծում է իր խնդիրը, Միացյալ Նահանգները նույնպես։ Բանն այն է, որ Իրանը ուշացավ իր արդիականացման գործընթացում եւ հետ է մնացել, այնքան հետ է մնացել, որ փաստորեն մեկուսացվեց, մնաց միայնակ, ինչպես ես ասում եմ, եւ այստեղ տեղի ունենում շատ մի կարևոր իրավիճակ։ Ես նմանեցնում եմ Իրանի վերջի տարիները Սովետական Միության վերջի տարիների հետ, երբ հասարակությունը անչափ դժգոհ էր իրավիճակից, երբ վերնախավ արդեն չէր կարող, իսկ ժողովուրդը չէր ցանկանում ապրել ինչպես առաջ։ Ես եղել եմ Իրանում ժամանակին մի քանի անգամ եւ ինքս տեղյակ եմ, ինչ դժգոհ էր հասարակությունը, հատկապես երիտասարդությունը, կանայք, որոնք իհարկե առանձին սոցիալական խումբ չեն, բայց դա հասարակության հատկապես Իրանում կարևորագույն մասն է։ Շատերը չգիտեն, որ Իրանում կանայք ունեն շատ ավելի մեծ կարևորություն, քան բազմաթիվ այլ հասարակություններում։ Իրանի կանայք անչափ ազդեցիկ են նաև քաղաքական առումով։ Եվ այս ամենը բերում էր նրան, որ այս անգամ դժգոհությունները սկսվեցին ոչ թե կանանց, ինչպես նախորդ 22 թվականի ապստամբության, ոչ թե ուսանողության շրջանում, ինչպես 19 թվականի, այլ վաճառականների, առևտրականների շրջանում, որովհետև տնտեսական փակուղին, սղաճը, գնաճը բերեց նրան, որ տնտեսությունը արդեն չի կարող գործել այն, ինչպես գործում է Իրանը, անչափ սոցիալիզացված պետություն է եւ այնտեղ սուբսիդավորվող տնտեսության մասը ահռելի մեծ է։ ՀՆԱ-ի մոտ 19% դա ահռելի մեծ գումար է, գնում է սուբսիդիաների, սուբսիդավորվում են վառելիքը, հոսանքը, էլեկտրականությունը, բենզինը, գազը, սոցիալական ծրագրերը, սնունդը, պետությունը որքան էլ հարուստ լինի բնական պաշարներով չի դիմանում այդ ճնշմանը եւ այս ճգնաժամը հասունանում էր տարիներ շարունակ։ Հիմա իրադարձությունները կարող են զարգանալ երկու ուղիներով։ Մեկը շատ բարենպաստ կարող է լինել մեր երկրի համար, որովհետև որպես կուսակցության, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ ես նախ եւ առաջ պետք է մտահոգված լինեմ մեր երկրի, մեր ազգային շահով, այս ամեն ինչում, թեև դժվար է խոսել շահից, շահերի մասին, այսպիսի ողբերգական զարգացումներում, բայց մենք պետք է
տեսնենք ինչ հնարավորություններ կան։ Հիմնական երկու ուղիները, մեկը մահաբեր վտանգավոր է մեզ համար, մյուսը անչափ բարենպաստ։ Եթե ձեր հարցերում կա, ձեր ցանկում այդ հարցը։ Բարի։ Այս անգամ ի տարբերություն նախորդ ապստամբությունների, իսկ Իրանում ապստամբությունները պարբերական են, ամեն 3 տարի մոտավորապես մեկ, որևէ մի սոցիալական խումբ բարձրաձայնում է իր անհամաձայնությունը գործող իշխանությունների հետ, եւ այս անգամ դա կրում է շատ լայն բնույթ, եւ ամենակարևորը, որ կարծես թե ձևավորվել է ընդդիմության մոտ մեկ ընդհանուր տեխնացու այլընտրանքային, եւ դա Ռեզա Շահ Փահլևին է, ավելի ճիշտ Թագաժեռանգը, որն ապրում էր տարիներ շարունակ Միացյալ Նահանգներում եւ որի աջակցությունը շատ մեծ է հատկապես իրանական Սփյուռքում։ Մենք այստեղ Հայաստանում էլ ենք տեսել ցույցեր, որտեղ թագավորական դրոշը եւ Թագաժեռանգի պատկերը ծածանվում են ամբոխների գլխների վրով, նույնը տեղի ունենում Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Միջին Արևելքում։ Ճիշտ է, դա այդպես չէ Իրանի ներսում, որովհետև նախ Իրանի ներսում դեռևս շատ ուժեղ են իշխանական ուժային կառույցների դիրքերը եւ տասնյակ հազարավոր մարդիկ սպանվել էին բառացիորեն շաբաթներ առաջ, երբ բռնկվեց առաջին փաստորեն ապստամբության փորձը, դա եթե հիշում եք դեկտեմբերի 25-28 այդ օրերին էր սկսվել եւ տևում էր մի քանի շաբաթ, եւ այդ ժամանակ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը թեև կոչերով դիմում էին եւ խոստանում են աջակցություն, այնուամենայնիվ ռազմական առումով Միացյալ Նահանգները դեռ պատրաստ չէին եւ դրանից հետո սկսվեց զինուժի կուտակումը, որը արդեն բերեց այս օրերի զարգացումներին։ Արդյոք կարձագանքի Իրանի ժողովուրդը Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի կոչերին, իրենք ասում են, որ մենք տվել ենք ձեզ այն հնարավորությունը, որը 100 տարի մեկ է տրվում, դուրս եկեք, պայքարեք եւ ազատեք ձեզ բռնապետությունից, ձեր ձեռքը վերցրեք իշխանություն, ասում են այդ երկու գործիչները։ Եվրոպան շատ ավելի զուսպ է, մենք հայերս պետք է որ շատ զուսպ լինենք, բայց որպես եվրոպական կուսակցության նախագահ ես մի փոքր ավելի ազատ եմ իմ խոսույթի մեջ եւ կարծում եմ, որ մեր շահերից ազգային բխում է ժողովրդավարական, արևմտամետ, աշխարհին բաց Իրանը։ Դա մեկ տարբերակն է, որը հնարավոր է։ Դա չի կարելի բացառել եւ դա անչափ կարևոր է մեզ համար լինելու, ինչու, որովհետեւ այդ դեպքում փոխվելու է ողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական կարգավիճակը։ Այսինքն, եթե հիմա տարածաշրջանում Ռուսաստանի գերակայությունը փոխվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի գերակայությամբ, ինչը մեզ համար իմ խորին համոզմամբ գոնե անչափ վտանգավոր է, թեև մեր իշխանությունը իրեն հռչակում է ռեգիոնալիստական տարածաշրջանային, սա մեղմ ասած շատ թույլ եւ մեզ համար անչափ վտանգավոր դիրքորոշում է, որովհետեւ համաձայնվելով այդ դերի մենք պետք է համաձայնվենք Ադրբեջանի եւ Թուրքիայի գերակայությանը։ Այսինքն մենք գուբերնիա մնալով, որովհետև Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը հետևաբար նաև քաղաքական դեռևս մնում է շատ մեծ, միաժամանակ բերում ենք մեր երկիրը թուրքական եւ ադրբեջանական նաև ազդեցության տակ, այսինքն վիլայեթը եւ գուբերնիայի այսպիսի խառնուրդ մեր երկրի համար անտանելի կլինի, անչափ դժվար եւ վտանգավոր։ Եթե Իրանը դառնա թագավորություն, որը բաց է արևմուտքի համար, որը բաց է Իսրայելի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի համար, դա նշանակում է, որ Իրանը դառնալու է գլխավոր դաշնակիցը արևմուտքի, իսկ այստեղ հյուսիս-հարավ ճանապարհը, որը տարիներ շարունակ ֆինանսավորում էր Եվրամիությունը, հույս ունենալով այսպիսի զարգացումների, եւ մենք էլ որպես կուսակցություն նույնպես ջատագովն ենք հենց այդ ճանապարհի, այլ ոչ թե թրիփի,
Դա կնշանակի, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցությունը կտրուկ ընկնելու է, կտրուկ իջնելու է։ Իրանի ազդեցությունը նշանակում է, որ Իրանը բացվելու է եվրոպական եւ Միացյալ Նահանգների, բայց նախ եւ առաջ Եվրամիության տնտեսական ներդրումների օգնության համար Իրանի տնտեսությունը սառեցված է մոտ 40 տարի շարունակ եւ ահռելի մեծ պաշարներ եւ ֆինանսական հնարավորություններ ունենալով այդ երկիրը սկսելու է գնել սարքեր, հաստոցներ, մեքենաներ, ինքնաթիռներ, այսինքն տեղի ունենալու տնտեսական թռիչքային աճ եւ Հայաստանը որպես Իրանի ամենավստահելի հյուսիսային հարևանը եւ գործընկերը կամա թե ակամա դառնալու է այդ ճանապարհի կարևորագույն դարպասը։ Սա էր հյուսիս-հարավի ողջ փիլիսոփայությունը եւ այդպիսով ենք մենք միացնելու Սև ծովով, Վրաստանով եւ Ուկրաինայով Եվրոպան, Եվրոպական միությունը Իրանին եւ Հնդկաստանին։ Այդ երկու ահռելի մեծ բևեռները Եվրոպան եւ Հնդկաստանը Իրանի, Հայաստանի ու Վրաստանի միջոցով դառնալու էին կամ կարող են դառնալ կյանքի ճանապարհ իրականում, այլ ոչ թե Ադրբեջանը եւ Թուրքիան կապելու։ Երկրորդ տարբերակը շատ ավելի վտանգավոր է մեզ համար եւ դա թուրքական տարբերակն է։ Թուրքական տարբերակն այն է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչպես նաեւ որոշ արաբական երկրները անհանգստացած են Իրանի հնարավոր ազատագրմամբ եւ արևմտամետ երկիր դառնալու հեռանկարով, իրենք գերադասում են, որ այնտեղ պահպանվի կամ այաթոլական բռնապետությունը, ինչը մեկուսացնում է Իրանը եւ թույլատրում է այն, կամ էլ ավելի վատ մի տարբերակ սիրիական կամ իրաքյան նախադեպը, երբ նախկինում մեծ ուժեղ կենտրոնացված հզոր երկրները պառակտվում են, բաժանվում են մի քանի մասի, ինչպես կատարվեց Սիրիայում հենց հիմա եւ այնտեղ Թուրքիայի ազդեցությունը գնալով աճում է, կամ Իրաքի դեպքում, որտեղ քրդական եւ արաբական մասի է բաժանված երկիրը։ Իրանը նույնպես բազմազգ երկիր է եւ երկու հիմնական փոքրամասնությունները, բայց իրանք ահռելի մեծ են, մոտ 20 միլիոն ազերիներ, հյուսիսում մոտ 10-12 միլիոն քրդեր, կան այլ փոքրամասնություններ, բելուջիներ, արաբական մասեր կան եւ այլն, բայց գոնը 3 մասի այդ երկիրը կարող է բաժանվել։ Այսինքն մենք ասում ենք Պարսկաստան, բայց Պարսկաստանը եւ Իրանը տարբեր բաներ են։ Եվ Թեբրիզի թուրքերը պատահական չէ, որ շատ զուսպ են մինչև վերջերս, որովհետեւ Իրանի երկար հազարամյա պատմության մեջ եղել է մի դեպք, երբ Իրանի հյուսիսում ստեղծվել էր Ադրբեջան, դա Ստալինի նախագիծներ, Ստալինը ստեղծեց քրդական եւ ադրբեջանական հանրապետություններ, սոցիալիստական, 45, 46, 47 թվականների ընթացքում սովետական զորքը Կարմիր բանակը ստեղծեց հարավային Ադրբեջան եւ Իրանը շատ լավ հիշում է այդ մղձավանջը եւ դա հիշում են նաեւ Թեբրիզի ազերիները, դա հիշում են նաեւ Բաքվում եւ Անկարայում։ Այդպես որ այս հեռանկարը նույնպես չի կարելի բացառել եւ այդ դեպքում ես չէ որ պետք է նկարագրեմ թե ինչ վտանգ է առաջանալու հայ ժողովրդի եւ հայոց պետության համար։ Սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենին, ինչու գնացին այս քայլին եւ ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ Իրանի ներքաղաքական կյանքի եւ պետական համակարգի վրա։ Ես տարիներ շարունակ իմ իրանցի եւ իրանահայ գործընկերների հետ, որոնք ապրում են Իրանում եւ լավ են պատկերացնում իրավիճակը, քննարկում էի հնարավոր տարբերակները եւ այնտեղ կա այդպիսի խոսույթ վերջին 22 թվականի շատ դառը իրադարձությունների ժամանակ դա կանանց ապստամբություններ այսպես կոչված հիջաբի ապստամբություն այդպես է կոչում աշխարհիկ իշխանությունները փորձեցին համոզել Այաթոլլահ Խամենեիին, որ այսպես շարունակել չի կարելի։ Այս ճնշումները սեփական ժողովրդի դեմ, կանանց դեմ, երիտասարդության դեմ, այդ սոցիալական լիֆտերի բացակայությունը պայթեցնելու են երկիրը։ Եվ կա այդպիսի խոսույթ, իբրև թե Խամենեին ասաց, ես չեմ կարող զիջել, աղոթեք, որ ես շուտ մահանամ։
ասաց նա կես լուրջ, կես կատակ, չնայած որ այդ սև հումոր էր իհարկե, եթե դա ճիշտ է, բայց ինձ բարձրաստիճան դիվանագետներն են պատմում այդ մասին։ Այդպես որ մենք տեսնում ենք, որ բռնապետությունները հաճախ, ինչպես օրինակ Ռուսաստանում հիմա, հիմնված են դա շուռ տված բուրգ է, որը ոչ թե իր մեծ մասի հիմքի վրա է, այլ փոքրիկ սրի վրա է բալանսավորում եւ դա շատ խախուտ իրավիճակ է։ Իրանը մի փոքր այլ դեպք է, որովհետև իրանական բռնապետությունի տարբերություն ռուսական կամ հյուսիսկորեական բռնապետությանը հիմք ունի կրոնական եւ կրոնական առաջնորդի մահը մեծ նշանակություն ունի, որովհետև գլխատված է մի ամբողջ համակարգ, բայց հիմա մենք պետք է տեսնենք մի քանի ժամերի ընթացքում, մի քանի օրերի ընթացքում ունի այդ կառույցը բավական կայունություն, որպեսզի պարզապես փոխարինելով մեկ այաթոլլահին մյուսով, ինչպես ասենք Հռոմի Պապը դա կարդինալներից մեկն է եւ Պապի մահը չի բերում ոչնչացմանը Վատիկանում, պարզապես մեկ այլ կարդինալ է բերում գալիս։ Այս դեպքում այլ է վիճակ, առավել եւս որ շարունակվում է պատերազմը, բայց հենց այդ պատճառով, որ նրա մահը ոչ թե բնական բնույթ ունի, այլ փաստորեն նա ինչպես է մարտիրոսացավ, կարծեմ այդպես կարելի է ասել, որ նա հերոսական իսլամական իմաստով հերոսական մահ ապրեց պատերազմի ժամանակ, պատերազմից նա հատակվեց, այո, եւ մենք տեսնում ենք, որ հասարակությունը այս առումով պառակտված է, եւ այստեղ վտանգը հետեւյալն է. ազատական ուժերը բախվում են հիմա ազգայնական եւ կրոնական ուժերի հետ, եւ Իրանի կրոնապետությունը փորձում է վերածել այս պատերազմը կրոնական պատերազմի, այսինքն տեսեք անհավատները, հրեաները եւ ամերիկացիները եկել են եւ ոտնձգություն են անում մեր կրոնի հանդեպ, իսկ Իրանը երկար ժամանակ եղել էր մահմեդական աշխարհի առաջնորդը, իհարկե Իրանի այդ հավակնությունների դեմ կան Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Թուրքիան, որոնք իրենց են ուզում վերագրել մահմեդական աշխարհի առաջնորդի դերը, խալիֆի դերը, եւ այաթոլլահ Խոմեյնիի մահից հետո այդ պաշտոնը փաստորեն թափուր է։ Խոմեյնին չկարողացավ լինել մահմեդական աշխարհի համար այն, ինչ եղել է նրա նախորդ Խոմեյնին, բայց Խոմեյնիի մահը հիմա այս օրերի եւ ժամերի ընթացքում պետք է պատասխան տա, որ ճանապարհով է գնալու այս հասարակությունը, ինչն է ավելի ուժեղ, ազատացման, ազատվելու տենչը, ցանկությունը, գիրքը ժողովրդի մեջ, թե կրոնական եւ նեղ ազգայինը։ Սրանից է կախված ամեն ինչ, մենք չունենք այդ պատասխանը, որովհետև այդ պատասխանը կա ոչ Երուսաղեմում, ոչ Վաշինգտոնում, այդ պատասխանը ոչ էլ Թեհրանում, այլ ոչ Իրանում։ Ինչ է ուզում Իրանի ժողովուրդը, ազատություն, թե կրոնական ինքնությունն է կարևորում ավելի։ Կրկնում եմ, այս հարցը գլխավոր հարցն է եւ դրա պատասխանը մենք կստանանք մոտ օրերս։ Քանի որ Իրանը հարվածներ է հասցնում հարևան երկրներում ամերիկյան ռազմական բազաներին, արդյոք կարելի է կանխատեսել ռազմական գործողությունների ընդարձակում, թե ոչ։ Ընդարձակումը անխուսափելի է, որովհետև ավելի ճիշտ ընդարձակում բառը ես աշխարհագրական իմաստով չէ որ արտահայտում եմ, դա նշանակելու է պատերազմը ունի իր օրենքները եւ գնալով այն պետք է գնա crescendo դեպի վեր, այն ահռելի զորախումբը, որը կուտակված է, կրակելու է մինչև վերջին հրթիռը։ Եվ եթե Թրամփը այստեղ ներքին պատճառներով կոնգրեսի դիմակայության, ներքին հանրապետական կուսակցության մեջ նախընտրական, գիտեք, ամռան այնտեղ ընտրություններ են, տուրք չտա
այդ ներ ամերիկյան խնդիրներին եւ շարունակի այնինչ սկսել է, որտեղ ամենավտանգավորը բոլորի համար հիմա լինի այն, եթե Միացյալ Նահանգները կիսատ թողնեն այնինչ սկսել են։ Լավը չսկսեին, միգուցե, բայց եթե քանի որ սկսել են, ամենավատ տարբերակը կլինի, եթե չավարտեն սկսվածը, որովհետև այդ դեպքում ջարդ է լինելու Իրանի ներսում, որովհետև այն մարդիկ, ովքեր անկեղծ փորձում են ազատագրել երկիրը, թիրախավորվելու են եւ ոչնչացվելու են արդեն ոչ թե 30,000, այլ հարյուրավոր հազարներ, այնտեղ իսկապես լինելու է ներքին ցեղասպանություն, դա անխուսափելի է, քաղաքացիական պատերազմ։ Մյուս կողմից այնտեղ շատ կարևոր է Իսրայելի դերակատարումը, եւ այդ դերակատարումը այդքան միանշանակ չէ։ Բանն այն է, որ վերջերս Նեթանյահուն ֆարսի լեզվով պարսկերեն դիմեց իրանցի ժողովրդին։ Այդ երկու ժողովրդների մեջ կա շատ հին պատմություն, եւ նա ասաց, որ մեզ հрьяաներիս Աստվածաշնչում դա նշված է, Պարսից մեծ թագավորը Կյուրոսը փրկել էր, մեր ազատեց Բաբելոնյան եւ եգիպտական ստրկությունից, նա է բերել մեզ տուն Իսրայել, նա է թույլ տվել կառուցել երկրորդ տաճարը, որը հիմա պահպանվել է որպես լացի պատ, եւ մենք հիմա պատասխանում ենք ազատելով ձեզ բռնապետությունից, ինչպես որ ժամանակին ձեր արքան, այսինքն տեսնում եք պատմական Իսրայելի եւ պատմական Պարսկաստանի իրականությունը ավելի կարևոր է հիմա, քան իրական այսպես կոչված արդիական քաղաքականություն, այսինքն պատմությունը մտնում է բանի մեջ եւ այստեղ շատ կարևոր է եւս մի հանգամանք։ Վերջի ամիսներին Իսրայելը հանդես է գալիս հակաթուրքական հստակ դիրքերից եւ սա շատ կարևոր է Հայաստանի համար։ Հայաստանը սավեշտալի կերպով հիմա ավելի մոտ է Թուրքիային եւ Ադրբեջանին, քան Իսրայելի ստեղծվող Իսրայել, Հունաստան, Կիպրոս եւ ազատ Պարսկաստան, թագավորական Պարսկաստան, այդ առանցքը, որը փորձում է ստեղծել Նեթանյահուն եւ որը ունի Եվրոպայի եւ հատկապես Միացյալ Նահանգների աջակցությունը։ Այսինքն սա ուղիղ կապված է նաեւ մեր ճակատագրին։ Այդպես որ կրակելով արաբական երկրներին Իրանը փորձում է պատերազմը բերել կրոնական դաշտ, որովհետև դա ուղղված է արաբական փողոցներին։ Տեսեք, մենք ինքնապաշտպանվում ենք, բայց մենք ոչ թե ձեզ վրա են կրակում, այլ ձեր տարածքում գտնվող ամերիկյան եւ ասենք Կիպրոսում արդեն կրակում են անգլիական բազաների վրա։ Փողոցն է պատասխանելու Թեհրանի, Թեբրիզի, Իսփահանի փողոցները, ինչպես նաև արաբական քաղաքների փողոցները։ Այդ հարցը հիմա օդի մեջ է, ոչ միայն հրթիռներն են, այլ մեծագույն հարցն է։ Ինչն է ավելի կարևոր մարդկանց համար՝ իրենց ազգային ինքնությունը, թե մարդկային ինքնություն, այսինքն ազատությունը։ Սա կարևորագույն հարց է։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատերազմը կարող է տևել 4 շաբաթ։ Ինչ եք կարծում դուք այս ժամկետների վերաբերյալ։ Ցավոք սրտի Միացյալ Նահանգների քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը միայն ներքին քաղաքականության շարունակությունն է։ Միացյալ Նահանգները չունեն արտաքին քաղաքականություն, որը ազատ լինի ներքին հարցերից։ Նա իրեն տվել է այդ մի շաբաթը, որովհետև կոնգրեսում մեծ զայրույթ է առաջացել, պատերազմ հայտարարել իրավունք ունի միայն կոնգրեսը։ Համենայն դեպս կոնգրեսի համաձայնությամբ դա պետք է լինի։ Այդպես որ տարօրինակ է, որ Թրամփը օգտագործում է պատերազմ բառը, այլ ոչ թե ինչպես կասեր Պուտինը հատուկ ռազմական գործողություն, որովհետև դա անօրինական է։ Օրենքը պահանջում է կոնգրեսի համաձայնությունը։ Կտա կոնգրեսը այդ համաձայնությունը, թե ոչ, դժվար է ասել, որովհետև այս ամռանը կյանքի մահվան կռիվ է գնալու կոնգրեսի ընտրությունների համար եւ ահա ինչ է ուզում անել Թրամփը։ Նա փաստորեն այրում է ոչ միայն իրանական քաղաքները, այլ այրում է կամուրջները։ Նա հետդարձ ճանապարհ չունի։ Եթե նա չհասնի հաջողությանը եւ եթե Իսրայելի ամերիկյան լոբին, որի հզորության մասին ես չէ որ պետք է ասեմ, չաջակցի նրան, ապա հանրապետական կուսակցությունը եւ Թրամփը կորցնելու են ոչ միայն տեղեր, այլ նաև իրենց իշխանության շատ ու շատ լծակները։ Եվ ավարտելով հարցի պատասխանը, ես պետք է ասեմ եւս մի բան. Հայաստանը
պետք է նայի ոչ միայն Իրանի եւ Միացյալ Նահանգների ուղղությամբ, այլ նաեւ եւս մի երկրի՝ Իսրայելի։ Իսրայելի վարչապետը պատահական չէ, որ աշնանը սկսեց քայլեր անել դեպի Հայաստան։ Նա հայտարարեց ցեղասպանության ճանաչման մասին, ինչը զարմանալիորեն մերժվեց Երևանում Փաշինյանի կողմից։ Նա նախաձեռնեց շատ ջերմ շնորհավորանք սեպտեմբերի 21-ին անկախության վերականգնման օրվա կապակցությամբ, եւ դա էլ չարժանացավ պատասխանի Հայաստանում, իսկ դա մեծ սխալ է, որովհետև եթե մենք ուզում ենք ունենալ հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, մենք պետք է ունենանք շատ նորմալ հարաբերություններ Իսրայելի հետ, եւ որպես եվրոպական կուսակցության նախագահ ես ոչ միայն հորդորում եմ, ես պահանջում եմ, որ Հայաստանում շատ լուրջ վերաբերվեն Իսրայելին, վերանայեն այս տղայական եւ անլուրջ վերաբերմունքը եւ շատ լավ հասկանան, որ այո, Իրանը մեր հարևանն է, մեր բարեկամն է, բայց Իսրայելը կարևորագույն դեր ունի։ Մենք թերագնահատեցինք Իսրայելի դերը 20 թվականին եւ մեր պարտության մի մասը, պատճառների մի մասը դրանում էր։ Մենք թերագնահատում ենք Իսրայելը հիմա եւ մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան օրինակ Ադրբեջանը, որը կարողանում է նաեւ Իսրայելի հետ պահպանել լավ հարաբերություններ։ Կա արդյոք հավանականություն, որ զարգացումների արդյունքում Իրանը որպես պետություն կկանգնի տարածաշրջանային կորուստների կամ պետական ամբողջականությունը կորցնելու վտանգի առջև։ Այո, դա իմ նկարագրած երկու տարբերակներից իրականում կան ավելի շատ տարբերակներ, բայց այս երկու հիմնականը կամ թագավորական միացված, միացյալ եւ հզոր բարգավաճող Իրան, հզոր, որը փրկություն է Հայաստանի համար, կամ տարածքային կորուստներ կրող բաժանված, պառակտված Սիրիա-Իրաքը նման Իրան, ինչը նույնպես չի կարելի բացառել, ով կմտածեր, որ Սիրիայի, Ասորեստանի նախկին կամ Իրաքի նախկին Բաբելոնի պես երկրները կպառակտվեն, կջնջվեն փաստորեն աշխարհակաղակական քարտեզից, բայց դա կատարվեց մեր աչքի առաջ։ Լիբանանը հերթական թիրախն է, այսինքն ամեն ինչ այսօր հնարավոր է։ Իրանն էլ հավերժ չէ, պարզվում է։ Ես աղոթում եմ, մեծագույն հույս ունեմ, որ Իրանը կդիմանա, որ Իրանը ճիշտ ընտրություն կկատարի, որ Իրանի շահը, թագավորը կվերադառնա գահի եւ մենք ունենանք բարեկամական հզոր թագավորական Իրան, բայց եթե դա գնա թուրքական, թուրք-ադրբեջանական սցենարով, սա կործանարար կլինի եւ Իրանի եւ գտնում եմ Հայաստանի համար։ Առանց Իրանի միացյալ բարեկամական Իրանի Հայաստանի աշխարհակաղակական դիրքերը կթուլանան շատ ու շատ։ Եվ վերջապես, ինչպես եք հարցի լուծումը տեսնում դուք։ Ինչպես եմ ես տեսնում միական չէ։ Ինչպես է տեսնում այդ խնդրի լուծումը Իրանի ժողովուրդը։ Բազմազգ, բազմահազարանոց պատմություն, բազմահազարամյա պատմություն ունեցող ամենահին քաղաքակրթություններից մեկը, որը զիջում է իր քաղաքական պատմությամբ միայն մի քանի երկրին, այդ թվում նաև մեզ, բայց իրենք որպես պարթևական թագավորություն իսկապես մեր ամենամտերիմ ազգն են, ամենամոտ եղբայրն ու քույրերն են, որովհետև մենք ընդհանուր երկու թագավորական ժառանգություն ունեինք, Արտաշեսյանները եւ Արշակյանները, պարթևական, ոչ թե պարսկական, պարթևական եւ հայկական, այսինքն մեր արյունը շատ մոտ է իրար։ Եվ ես տեսնում եմ, որ մենք կամ միասին կփրկվենք, կամ միասին կկորչենք այս երկրի երեսից ու պատմությունից։ Դա չի կարելի բացառել ցավոք սրտի։ Այն, ինչ ապրում ենք մենք հիմա, դա պատմություն է հենց այս օրերին, վտանգը շատ մեծ է։ Ես միայն կարող եմ հուսալ, որ ինչպես պարսիկ ժողովուրդը, այնպես էլ հայ ժողովուրդը կգերադասեն ազատություն, այլ ոչ թե ստրկամտություն, վախ եւ հարմարվողականություն, որը բերել է բազմաթիվ հին ազգերին ոչնչացմանը եւ կարող է բերել շատ մեծ վտանգի նաեւ մեր երկու ազգերին։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Խզմալյան։
Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն ձեզ հետ հրադարձ զրույցներ մեր հյուրներ Տիգրան Խզմալյանը։